Եզրագծի ցանկով հայտնված մարդիկ եւ մարդկային ճակատագրեր յուրաքանչյուր ուրբաթ երեկո։ Բարև ձեզ, դուք հայտնվել եք կիսաբաց ուսամուտներից ներս։ Դիմավորենք մեր առաջին հյուրին։ Բարև ձեզ, Տիկին Համեստ, խնդրում եմ սկսենք ամենասկզբից։ Ինչպես անցավ ձեր մանկությունը։ Բարև ձեզ, դե ուրեմն ես ապրում ենք էլի, ես ուրեմն 17 տարեկան էի արդեն, մայրս շատ կոպիտ էր ինձ հետ, դες հետ որ ասում են ջերմություն մայրական, հայրական, տես չեմ տեսել, շատ վատ կյանք եմ տեսել, հա, մի հատ լավ տղա կար մեր փողոցում, դե տեսանք, հավանեցինք, այտենց ինքը ինձ փախցրեց։ Բա այն ինչ որ պետք է կատարվեր առաջի գիշերը կատարվեց։ Դե հա էլի, որ պահին սկսեցին ձեր խնդիրները։ Դե հրաշ ջան, առաջի տարին շատ լավ էր, հա, հենց կայֆ էր, հետո առաջի տարուց հետո ինքը սկսեց մի քիչ իմ վրա ուշադրություն չդարձնել, հա, ես մտածեցի, թե կարող է խնդիրը իմ մեջ է, տենց գնացին պրոշները բոտեքս արեցի ու իրա դուրը չեկավ։ Փաստորեն առաջին խնդիրները ծագեցին շրթունքները բոտեքս ներարկելուց հետո, այո։ Դե հա հրաշ ջան, դե ժամանակակից տենդենսներին հետևում եմ էլի, դե բոլորն էլ անում են, ինձ թվում է տենց շատ սիրուն է, համամիտ չեք։ Աչքից ձեր գյուղում տենդենսները ավելի շուտ են զարգանում։ Լավ, բա հետո ինչ եղավ։ Ոնց հետո խնդիրները ավելի լրջացան։ Դե հրաշ ջան, ես էլ մի որոշ ժամանակ հետո գնացի քիթս վիրահատեցի, հա։ Փոքրեցիք։ Չէ, հրաշ ջան, մեծացրեցի, գոնե ասեցի դրանից հետո գոնե կնկատի, էլի նկատելի կլինեմ իր համար, բայց դե չէ։ Համեստ, բա դուք երեխաներ ունեցաք։ Հրաշ ջան, 8 երեխա ունենք։ Ինձ թվում է դուք ծափահարության եք արժանի։ Այս ծափահարությունները ձեզ։ Համեստ, ես գիտեմ ձեր ամուսնու Վաչագան է։ Դուք սիրել եք Վաչագանին։ Ինչ է ձեզ դուր եկավ։ Առաջի հայացքից։ Ինչ նրա նկատեցիք։ Դե առաջի հանդիպումը մեր, ես լվացք էի փռում, ինքը մոտիկացավ, ինձ օգնեց լվացքը փռեցինք, դե ծանոթացանք։ Իր ժպիտը երևի ինձ գերեց, շատ սիրուն ժպիտ ուներ ինքը։ Հա, սիրեցի, միանգամից սիրահարվեցի, ոնց որ ասում են, սեր առաջին հայացքից։ Համեստ, հիմա կարող եք մեզ ասել, ինչու եք մեզ դիմել։ Ի՞նչն է պատճառը։ Հրաշ ջան, ինքը սկսել է ահավոր շատ խմել ու հիմա էլ ասում է, որ ես իրան դավաճանել եմ, բայց տես բան չկա, հրաշ ջան։ Ինչպես գիտեք, Վաչագանը նույնպես մեզ մոտ է եւ քիչ հետո մենք կտեսնենք, կլսենք նրան, թե նա ինչ է պատմում մեզ այս պատմության մասին։ Քիչ հետո կհանդիպենք գովազդից հետո։ Եվ եթե դες դուր է գալիս այն ինչ որ դուք տեսնում եք, այն ինչ որ մենք անում ենք մեր եթերում, բաժանորդագրվեք, լայքեք, սեղմեք զանգակին, որպեսզի բաց չթողնեք մեր նոր եթերները։ Ամեն ուրբաթ այսօրվանից սկսած լինելու են կիսաբաց լուսամուտներ կոմեդի ծրագիրները։ Համեստ, ինչ արեցիր։ Սա աշխարհում մեկ հայտարարակ եղա աղջի այսօր բերիր ինձ է։ Բայց դες պարոն Վաչագան, դուք ինչ կարող եք պատմել ձեր համատեղ կյանքի մասին։ Խնդրում եմ, համաձայն եք այն ինչ որ պատմեց մեզ այստեղ Համեստը։ Բարև ձեզ, հրաշ ջան, ուրեմն ինքը ասում է մի տարի հետո շատ վատ ա եղել։ Հրաշ ջան, 8 երեխա եմ ունեցել, այ ախպեր, այդ 8 երեխեն որդուց խոսում ա էլի։ Նաև նա ասում էր մեզ, որ դուք մեղադրում եք նրան դավաճանության մեջ։ Հրաշ ջան, հիմա էլ եմ ասում, բա եթե չի դավաճանում, այ ախպեր։ Էդու համար այդ բոտեքսը անում, այդ քիթը մեծացնում, ես ասեցի, իմ դուրը, այ աղջի, չի գալի։ Փաստորեն դուք ոչ մի ապացույց չունեք, այլ ուղղակի կռահում եք դրա մասին, ես ճիշտ եմ։ Հրաշ ջան, ես ուղղակի մի բան եմ խնդրում իրանից, որ ինքը իր դեմքը չայլանդակ է, այ ախպեր, հլստենայի, ոնց որ են Մակդոնալդսի մեջ կլոուն անի, այդ ցավը տանեմ, ես սենց աղջիկ եմ ուզեղի։ Վաչագան, Համեստը նոր այստեղ ասում էր, որ դուք նաև սկսել եք ալկոհոլ օգտագործել, ի՞նչն է պատճառը, ինչու եք այդքան շատ խմում։ Հա, հրաշ ջան, այդ մեկը ճիշտ է ասում, դե խմելու հետ սեր ունեմ, ինչ թարցնեմ, տղեկով դե գյուղում հավաքվում ենք մեր մար խմում ենք, իրար հետ շուլուղ ենք անում, տենց էլի հրաշ ջան, չգիտեմ, այդ մեկը սերում եմ։ Համեստ, մենք ունենք հեռախոսաձայնագրություն ձեր քրոջ հետ, ուզում եք տեսնենք, թե նա ինչ կասի ձեր ընտանիքի մասին, մենք ունենք ձայնագրությունը, խնդրում եմ լսենք։ Ես մինակ մի բան կարամ ասեմ, իմ քուրը սխալ է, ինքը գնաց, ես իրան ասեցի, պետք չի այ աղջի քեզի այդ դանակի տակ դնես, ինքը չլսեց, ինքը գնաց, այդ վիրահատությունը արեց, քիթը սարքեց մեծ կարտոշկայի նման, բերանը այն ինչա սարքե, ահա որ ուղարկի, ես Վաչագանին չեմ մեղադրում, ինքը իրան սիրում է, ուղարկի այդ աղջիկը իրան վերցրեց ու փչացրեց, չգիտեմ էլ ինչ ասեմ, որպես ընտանիք իրանք շատ լավ ընտանիք են, բան չեմ կարա ասեմ, դե հա Վաչագանն էլ այդ դարդերից ուրեմն սկսել է խմել երևի, իսկ ընդհանրապես դե 8 լավ երեխա ունեն, շատ լավ ընտանիք են իրանք, Համեստը մի քիչ անհամեստություն արեց ուղարկի։ Դե ինչ, կարծես թե ամեն ինչ պարզ է, եկեք տեսնենք թե մեր փորձագետները ինչ կասեն սրա մասին։
Ես ուղղակի ապշած եմ այս մարդկանց վրա։ Աղջիկ ջան, բա դու չես նայեք այս հայլի մեջ։ Մի հատ հələ դեմքիդ նայ էլի։ Էս ի՞նչ է։ Իսկ Երևանում էս ձերի կարգեր բարգեր չկան։ Այո, գիտեք, ես համամիտ եմ ձեր հետ։ Հիմա երևի այդքան էլ սիրուն չի նայվում, բայց ես պլանավորել եմ, որ ես էլի պլաստիկ վիրահատություն անեմ, այս դունչս մի քիչ առաջ բերեմ ու արդեն ոնց որ իրար հետ համահունչ կլինի էլի։ Վայ հորս Սարեվամիստ, ինչ ես ասում։ Ես բառեր չեմ գտնում, ապշած եմ ձեր վրա ուղակի։ Ինչ եք խոսում։ Ձեր ամուսինը ձեզ այսպես էլ սիրում է։ Ինչու եք դուք ձեր վրա փորձեր անում։ Պարոն Մուրադյան, ինձ թվում է այստեղ լուրջ հոգեբանի կարիք ունենք մենք։ Հարգելիս։ Պարոն Դավթյան, դուք ինչ կարծիքին եք։ Ասում են ճաշակին ընկեր չկա։ Համեստը օրինակ ինձ դուր է գալիս։ Շատ էլ սիրուն է։ Մի քիչ պապիկիս նման է, բայց ինձ դուր է գալի։ Փաստորեն այդքան գեղեցիկ պապիկ ունեք դուք։ Հա, պապիկը սիրուն է։ Խելքդ գլուխդ հավաքի, այ աղջի։ Հայտարարակ եղանք աշխարհով մեկ։ Ամերիկայից են նայում, Եվրոպայից են նայում, ամենտեղից դաժե Հայաստանից են նայում։ Մի խայտարակի մեզի, այ աղջի։ Հավաքի վեշերդ գնանք տուն։ Փաստորեն ի՞նչ է դուս գալիս։ Համեստը ձեզ չի դավաճանում, դուք էլ խմում եք նրա պատճառով, որ համեստը անընդհատ պլաստիկ վիրահատություններ անում, այո։ Վայ, հրաշ ջան, չէ, ես ամենասկզբից էլ ասեցի։ Խմել ես սիրում եմ, ախպեր ջան։ Վերջը տվեք։ Համեստը, արի հավաք եթանք տուն, այ ախպեր, բրծնենք այս պատմությունից։ Պետք չի էլի։ Խմում եմ հիմա ինչա, մի քիչ խմում եմ, հա, չես դավաճան է, բայց դե ուղակի վերջացրու էլի այդ պլաստիկի կապիլյացաներդ։ Տիկին Համեստ, հիմա հարցս ուզում եմ ձեզ ուղղել։ Դուք ձեզ համար ինչ-որ մի բան այստեղ բացահայտեցիք, թե ոչ։ Հրաշ ջան, ես ինքան ուրախ եմ, որ ես եկա ու պարզեցի, որ իմ ամուսինը չի մտածում, որ ես իրան դավաճանում եմ։ Դա անհեթեթություն է։ Ես չեմ դավաճանում, հրաշ ջան։ Շատ ուրախացա, շատ ուրախ եմ, որ եկել եմ ու դե երևի մի հատ պլաստիկ օպերացիա անեմ ու վերջ։ Չգիտեմ, դե ուզում եմ էլի ես դունչս մի քիչ երկարացնեմ։ Այ քեզ բան։ Դու երկարացնում ես, երկարացրու։ Մեկ-մեկ էլ այդ դունչդ կվեկալ ենք կգնանք ձուկ բռնելու։ Այ աղջիս ինչ ես խոսում, վերջացրու էլի ա։ Խայտարակ ես անում, խայտարակ, չեմ ուզում ես քո դունչը երկարի, չեմ ուզում յա։ Հարգելիս, ես իհարկե հասկանում եմ, որ համեստը մի քիչ համահանել այդ պլաստիկ օպերացիաներով, բայց գիտեք ինչ, ձեզ օրինակ չէր խանգարի մի հատ գնայիք, ձեր ատամները սարքեք, ահա որ է, մի հատ դուք ձեզ նայեք, էլի հետո համեստին անուն կպցրեք։ Այդ նախադասությունից առաջ հարգելիսը կպցնում եք, որ հետո ինչ ուզենաք ասեք։ Այ ախպեր, ես արաղ եմ խմում, արաղը չեն ուտում, ինձ ատամ պետք չի, պետք է լինի ես մի հատ նեկավեկալեմ կշպրտեմ, ես արաղ եմ խմում ու վսյո, ատամ չեմ ուզում, այ ախպեր, հետո գները տեսել եք ինչ գներա, ես որդուց էդ համ ատամ սարքեմ։ Նախ եւ առաջ, ես ձեր եղբայրը չեմ, ոչ էլ քույրը, երկրորդը, ես նա եմ ասում, որ ավելի լավ է, այս հարցը բարձրացնելու տեղը դուք գայք, օգնություն խնդրեք, որ մենք ձեզի ատամնաբույժ ճարեինք ու ձեր ատամները սարքեինք, էդ է ասածս։ Գիտեք ինչ, իմ ամուսինը միշտ էլ իմ դուրը եկել է ու հենց այսենց էլ ես իրան հանդիպել եմ, ես սկզբից էլ ասեցի, որ իրա ժպիտն է ինձ գերը, ինք ամենասկզբից էլ մի ատամով էր ու իմ դուրը գալիս է, հələ մի հատ իրան նայեք, միանգամից տրամադրություն է բարձրացնում, հրաշ ջան, ախր ինքը ինձ սենց հա դուր գալ, ես չեմ ուզում իրա մեջ ոչ մի բան փոխեմ։ Այ տես Համես ջան, ինչ ես ասում։ Օրինակ դու չես ուզում, որ ես իմ մեջ մի բան փոխեմ, բայ մասն էլ էդ է, որ ես չեմ ուզում դու քո մեջ մի բան փոխես, այ ցավդ տանեմ։ Էդ ենք ասում էլի, մի ժամակ ես էդ եմ ասում, որ ոչ մի բան չեմ ուզում դու փոխես, ինձ ձերա տալի, այ ցավդ տանեմ։ Ես այսօր մի բան հասկացա, որ մենք գործ ունենք շատ իդեալական զույգի հետ։ Տեսեք թե ինչքան են նրանք իրար համապատասխանում։ Մարդիկ 8 երեխա են ունեցել։ Դա իրական սիրո նշան է հենց։ Իսկ մերանց մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Մի քիչ թուրեմացություններ են եղել, բայց այսօրվանից իրենց մոտ ամեն ինչ լավ կլինի։ Դե ինչ, ինձ թվում է, որ այս պատմության մեջ ամեն ինչ պարզ է բոլորիս համար։ Մեր եթերաժամը մոտեցավ ավարտին։ Խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին եւ սկսվեք ընկերների հետ, եթե այն ձեզ դուր եկավ։ Կհանդիպենք հաջորդ ուրբաթ։ Վերջում օրվա բոցը։ Հրաժան, միշտ նայում եմ ես քո հաղորդումները ցավդ տանեմ։ Ախպեր ջան քո համար տակնասկ եմ բերե, որ ոտերը չսարի, այդ լորես մանգալի, քեզ հետևի այ ախպեր, դու մեր հրաշն ես, որ քեզ մի բան անի, մենք ինչ ենք անելու։ Ցավդ տանեմ, կարաս միշտ կաս նասկիների ինձ վեկալես։